Հա, բաց եմ գնա, բայց գիտես, որ ձուն ա եկել։ Արի հլա։ Տեսնեմ պիտի գնաս։ Հա։ Տեսնենք քայլելու ես ձյան վրա։ Տեսեք, որ ասում եմ միշտ է, Քսենիայից սովորելու է հեսա, որ քնից արթնացել է ու ձգվում է, մարմինը ձգում է, ճկվում է։ Նա եկել է ժողովուրդ։ Այ սիրուն ջան։ Ձյուն չես տեսել, կարող ա ուտես։ Ինքը Հայաստանում ա ծնվել, Հայաստանում ձուն տեսել ա, բայց այստեղ չի տեսել։ Մրսում ես, Քսենիա։ Հո, մի քիչ թորմոտ շնչի, ինձ այստեղ մրսացրիր, բայց ոչինչ, դու թարմոտ շնչի։ Հո, օրի, ճուշտը, օրի։ Մեր ձմեռն է ժողովուրդ ջան։ Մեր ձմեռը սկսվել է, տարօրինակ է, այսքան տարի մի անգամ էր ձուն եկել ու մեկ էլ այսօր ա եկել։ Բարի օր ժողովուրդ ջան, տեսակ մեր ձմեռը սկսվել է, հա հարևանի շուն էլի սկսեց հաչալ։ Այն որ ասում է շուն է, իր պարտականությունը հաչալն է, հաչում է։ Այն ետևը հարևանուիս մաքրում էր, հա ներս մտավ արդեն, մաքրեց իրաս դրան դիմաց ու բան ցանեց, ձյան վրա, ասում եմ ձմեռն եկավ էլի ծիծաղում, ասում է, հա, մեկ էլ այստեղ ձուն էր եկել, մենք արդեն 8.5 տարի այստեղ ենք, Բելգիայում ենք, մեկ էլ եկել էր, սկզբում որ, չէ, 2 անգամ ա եկել, հիշեցի, մեկ որ նոր էինք եկել Բելգիա, գերմանական հողում էինք, այն ավելի հյուսիս է, այնտեղ ձուն եկավ, կարող է միշտ գալիս է, ես չգիտեմ, բայց ինին ցուրտ էր, լավ ձմեռ էր, հետո մի երևի 4 տարի առաջ, արդեն մենք այս հողում էինք, էլի ձուն եկավ, լրիվ խառնվել էին իրար, ամեն ինչ, տրանսպորտը պարալիզացվել էր, չնայած որ շատ արագ հալածրին, չթողեցին, մեկ էլ հիմա է եկել, հիմա գնալու եմ ծերանոցի մոտով անցնեմ, ես արդեն գիտեք, ես նոր տարին ինչ սկսվել է, 3-րդ անգամ եմ տեսնում, որ շտապ օգնության մեքենան այդտեղ դրանը կանգնած է, հիմա թե մարդա մահացել, թե ինչ, լույսերը վառած կանգնած է, մեկ հունվարի, դեկտեմբերի 31-ի գիշերն էր, մեկ կարծեմ հունվարի 2-ին էր, հիմա նորից մեքենան կանգնած է, Այդպես ժողովուրդ ջան, հիմա դուրս եմ եկել գնում եմ խանութներ պետք է գնամ, 2 խանութ, 2-3 խանութ, երրորդը հաստատ պետք է լինի սուպերմարկետ, որովհետև գնալու եմ այն անձեռոցիկներից առնեմ գշպանի, իմ համար գրիպս լավ, դերի մեջ ա մտել, գնալու եմ դրանից առնեմ, եկել քացախ առնեմ, այն մաքրության համար մեծ քացախներից եմ Լիդլից առնում, Իսկ են մի 2 խանութ էլ ուզում եմ նախ կոշիկի խանութը պետք է գնամ, որտեղից որ ուզում եմ աշուտի բացինկաները առնեմ, մեկ էլ մտնեմ այն կողքի խանութները նայեմ հլա ինչ սիրուն բաճկոն կլինի, որից դուրս կգա բացկույնի բեժ եմ ուզում լինի ու գիտեմ ինչ եմ ուզում էլի, գնամ նայեմ հլա, եթե հանկարծ չգտեմ, ուղղակի օնլայն չեմ պատվիրում, որ գալու է հակնեմ, ինչ էլ դու ես չգա, բան դրա համար ասում տեղում հարմար է, էլի պատվիր, տեղում հարմար է, էլի հակնել, հետո նոր մի անգամից առնել, որ հետո առաջ անելու կարիք չլինի։ Ես մի քիչ զգուշ եմ քայլում, որ հանկարծ չսահեմ ընկնեմ, բայց ես հատուկ հագել եմ հաստ բացինկաներ զամշից վրայից, բայց մեջը մորթի, տակերը բաներ էլի նայեցի, ես թվում է այս կպահի չի թողնի, որ սահեն։ Այդպես ժողովուրդ ջան, հիմա գնանք մտնենք խանութներով մի 2 բան, մի 2 տեղ, շատ այդպես հավես չունեմ, գիտեք, չեմ սիրում ես խանութներ գնալ, եթե նվերի համար եմ գնում, չնայած սիրում եմ, որ գնում եմ նվեր ընտրելու, բայց եթե օրինակ իմ համար եմ գնում, չեմ սիրում, դրա համար, այստեղ մի դեպք եղել էր, ես հիմա նոր հասա ծերանոցին, շատ տխուր ամեն դեպքում, չգիտեմ, որ մարդիկ մահանում են, ինչև է,
կյանքն է, միտեղ մահ, միտեղ ծնունդ։ Ուզում եմ իմ մեկնաբանության անդրադառնամ, որ գրողն էլ իրան լավ զգա, էլի, մի քիչ ուշադրության արժանանա, կարող է սիրտը փափկի, մտածի, ես իմ գուցե պետք չի չարանալ ուրիշ մարդկանց հանդեպ, կարող է կյանքն էլ իր հանդեպ ավելի բարի գտնվի։ Ինչ որ մեկը ինձ երկրորդ անգամ գրում է, ում ես դու հետաքրքրում կամ քո կյանքը ում է հետաքրքրում, ես էլ դիտավորյալ չեմ ջնջում մեկնաբանությունը ու նորից երկրորդ անգամ համբերատար պատասխանում եմ նույն բանը, գրում եմ, որ ում համար որ ես նկարում եմ, ում որ հետաքրքիր է, նրա համար էլ անում եմ այս ամեն ինչը, դու մի նեղվի, մի անհանգստանա, ում որ հետաքրքիր է նայում են։ Հիմա այս մի անգամ արդեն գրեցի, որ հաջորդ անգամ բլոկելու եմ։ Ոչ էլ նեղվում եմ, չոր բան չի, որ ասեմ նեղվում եմ, ուղղակի զուտ անդրադառնում եմ մեկնաբանությանը, ասում եմ կարող է ուշադրության պակաս ունի այդ մարդը, թող իրան մի քիչ լավ զգա, էլի։ Ձերքիս անձեռոցիկը աղբի բանի ամանի մեջ գցեցի։ Մի քիչ մարդը թող լավ զգա, էլի, որ իրան էլ ենք ուշադրություն ցույց տալիս։ Երեխեքը դասի են, նայեք, ես ձմեռով դրսում խաղում են։ Եղանակի երբեք խոչընդոտ չի այստեղ, որ երեխեքին ասենք դուրս չթողնեն, ձյունա թե անձրևա կապ չունի։ Հատկապես ասում եմ միշտ զարմանում եմ, որ այդ ցրտին, անձրևին վստահ եմ հիմա էլ կլինեն ձմեռով, որովհետև տեսել եմ, որ բոբիկ են։ Կարող է աղջիկներ օրինակ գիտրե են հագել, փոքր երեխեք է, փոքր աղջիկները գիտրե են հագել ու ոտերը բաց, սովոր են երևի։ Այդպես մեծերն էլ եմ տեսել տատիկներին, որ ոտերը բաց են, ասենք նոսկի չեն հագել, այդպես բան, մենակ են սաբոյատի բան, այդ ձմեռով, ու այդպես դուրս են գալիս։ Երևի իմունիտետները բարձր կոփված են։ Ձերքը սարավ, ժողովուրդ ջան, ձեռնոցներով եմ, բայց սարավ ձեռս։ Տեսեք ահագին էլ ձյունը նստած է։ Լույսերը չեն երևում, բայց ծառերի վրա սիրուն լույսեր են դրված։ Սարել են խեղճ եղևնիները։ Շշերի օրն է, ինչ լավ է տեսա։ Գնամ տուն մերն էլ հանեմ դուրս դնեմ։ Այստեղի ձյունը նայեք։ Հատվածներ մեր քաղաքից։ Կոշիկի խանութ եմ մտել։ Զեղչերն եմ բերել մեջտեղ դրել, նոր տարվա բաները։ Լանչի բոքսերը։ Սրանք 50% զեղչ է։ Գինը 18 եվրոից իջել է 9 եվրո։ Մի հատ ընկնի կկոտրվի։ Սիրուն ասպիտակ գլխարկը, փափուկ տակ գլխարկներ են, 15 եվրո են իջել, ես ուրեմն 30 եվրոից է իջել։ Գնանք հլա առաջ նայեմ այստեղ տղամարդու ինչ բացինկաներ կան, եթե չէ նոր կգնամ այն մյուս կոշիկի խանութը։ Ինչ էլ սիրուն են, բայց հեշտ լինելու համար ցեպովը լավ է, էլի հեշտ հագնել հանելու համար։ Ես էլ է շատ սիրուն, 68 եվրո արժի։ Հաշոտին էլ են սենց գույներ դուր գալիս։ Ինքան հետաքրքիր է, տեսակներ կան, որ նույն տեսակի մենակ ասենք մեծ ռազմերներն են զեղչված, փոքրերը չէ։ Սրանք զեղչված չեն։ Բայց իսկ դաշնագույնն է հատկապես շատ դուր գալիս, սև այդքան չէ։ Սրանք էլ են սիրուն։
շնորհքով են մենակ։ Սրանք էլ են շատ սիրուն, 80 եվրո արժեն։ Նայեմ հլը, որ հետո են մյուս կոշկի խանութում համեմատ եմ։ Սրանք էլ են շատ սիրուն։ Կոշիկ դե որպես 80 եվրո արժեն։ Այս ինչ լավ թեթև կոշիկներ են, 100 եվրո արժեն, սեղճված չեն սրանք։ Այս մեկն էլ է, բայց շատ սիրուն, հագնելու համար էլ է հարմար, հագնել հանելը, 100 եվրո էլի։ Սրանք մի քիչ ծանր են, 80 եվրո արժեն։ Այստեղ կոշիկները լրիվ ֆիրմա կոշիկներ են, տարբեր ֆիրմաներ մի խանութում։ 70 են սրանք։ Լևիսն էլ է 70 եվրո։ Թոմի Հիլֆիգերը ավելի բարձրագույնը 100 եվրո արժեն։ Իսկ սրանք 90 եվրո արժեն։ Սրանք շատ հավանեցի, 80 եվրո արժեն, սեղճված չեն, դե լավը նորմալ է գինն էլ այդպես շատ բարձր չի, շատ սիրուն բաներ եմ տեսնում, վստահ եմ Աշոտին էլ սրանք դուր կգան, բայց երևի կգնամ հենց ինչ որ ինքը փորձել է այդ կառնեմ։ Այս կանացի բացինկաները շատ սիրուն են, 60 եվրո արժեն, շատ լավ է գինը, որակը հաստատ լավն է։ Սրանք արնանային աշնանային բարակ, էլի 80 եվրո արժեն։ Այս ոճերը սիրուն են, ինձ դուր են գալիս, 60 եվրո արժեն, 30% սեղջ։ Պայուսակները լավ մեծ են, չափազանց մեծ չափերի են, 50 եվրո արժեն։ Կաշվից պայուսակներ են, անես մեկն էլ կաշի է էլի ու շատ էլ սիրուն է, արժեքը էլի 50 եվրո է։ Շատ սիրուն է բայց այս։ Իսկ մեջտեղում մնացել է ձյունը, կողքերը հալվել են, տնածառայել չեն հանել։ Ես են մի խանութից դուրս եկա, հիմա գնում եմ ուրիշ խանութ։ Only դիմացով էի անցնում, այս բաճկոնը հետաքրքրեց, ասի մտնեմ մի հատ նայեմ, բայց այդ գրպանների ցեպերը հետ սիրուն չեն։ Այ սրանք նայեք, մի քիչ նայեմ, լավ տեսնեմ էլ ինչ կա։ Այս բաճկոնները կարճ են։ Այս կողմում ինչ են, 30 եվրո է իջել ես։ Այս մեկը 25 եվրո է իջել։ Շակետը 20 եվրո է իջել։ Մի ձևի ոնց որ թույլ բան լինի գործվածք։ Այս սվիթերը 25 եվրո է իջել։ Այս կողմում բարակ բաներ են, ամառային։ Բայց այդպես չէ, որ ասեմ շատ սիրուն բաներ են, չէ։ Բայց այս խանութի հագուստեղենը լավ որակ ունի, գները բարձր են, բայց որակը լավն է։ Այս կողմում կախել են զույգով պետք է առնել, անպայման 2 հատ, որ սեղճից օգտվենք։ Ասեղնագործած բլուսկան սիրուն է, բայց մի ձևի կարճ է, ուղղակի ասեղնագործությունն է սիրուն։
Լավ, այստեղից դուրս կամ։ Հիմա զառա եմ մտել, նայեմ այստեղ ինչ սեղչեր ունեն հեչ։ Այս սեղչվում է 9 քանիս, 10 եվրոյից մի քիչ պակաս։ Ոչ են ազգեստա, ոչ են ավերնաշապիկ։ Նայենք լե այստեղ ինչ հաստ բաներ են, ժակետ ու սվիտրներ են զեղչված։ Ժակետը 40 եվրո արժի։ Լավ, գնանք հլը առաջ, տեսնենք են կողմերում ինչ կա, դե առաջի շաբաթն է, հլը շատ զեղչեր կլինեն, ոչ մի բան էլ պետք չի շտապել հիմա առնել։ Այս տեսակ բաճկոն եմ ես մի հատ ուզում, ես մի հատնա մնացել, էքստրա սմոլը, շատ փոքր ռազմեր, Չնայած գոտու պահը մի քիչ դուրս չի գալիս, բայց շատ սիրուն է գրպանները առանց ցեպի, զեղչված չի ու արժի 100 եվրո։ Նրանք սրանք ինչ են, ինչ էլ փափուկ սիրուն բաներ են, 12.95։ Այստեղ մտա ինձ մազիներ կել առա, բայց հեռախոսից ոնց որ զարյատկան վերջանում է, երևի էլ չեմ կարողանա նկարեմ, տեսեմ, ինչքան որ կհերիքի կնկարեմ։ Հիմա նոր հասել եմ արդեն մյուս կոշիկի խանութը։ Կոշիկի խանութից մի անգամից եկել եմ H&M, հիմա մի քանի հատ բան եմ բերել փորձեմ։ Այս սվիտրը small-ն է, ես large հագնող եմ, նայեք ինչքան մեծ է, որպես small, մի ռազմեր էլ փոքր է, երևի պետք փորձել, բայց վզի մասը տես դուրս չի գալիս հագած, ուղղակի փափուկ սիրուն սվիտր է, վիզը որ այս ձև չլներ, ճիշտ կլներ, լավ կլներ, ոչ թե ճիշտ կլներ։ Պատկերացրիք, չէ, լոդկա էինք ասում, չէ, լոդկա է վիզը։ Լավ, հլահանեմ են մյուսներն էլ փորձեմ։ Ես էլ նույնի մի ռազմեր փոքրն է, մուքսերին, այս մենակ վզի մասը ոնց որ այդպես դուրս չի գալիս, հեռուստը դեմն եմ պահում, թե տեսնում եք։ Լոդկա վիզա էլի ոնց որ ասում էինք, այս բացառիկ երևույթ է, գիտեք չէ, որ ես շուր եմ փորձում։ Չգիտեմ, մենակ այս վիզը որ լավան լիներ, կարելի էր, ես մտածում էի տեսեմ հագած ոնց կլինի, բայց չէ, չգիտեմ, այս վզի մասը այդքան դուրս չի գալիս։ Այս վադալասկա է, կարմիր գույնի խաթեր վերցրի փորձեմ, չէ, մի ռազմեր մեծը լավ կլներ։ Ես հիմա հանեմ հլը նայում որ ռազմերներ, այստեղ կախածը M-ն է, զեղչվել էին, էս իջել է 13 եվրո։ Ուղղակի այս կարմիր գույնը այս տարի դուրս գալիս է, կարմիր ձիու տարի է, հետն էլ ձկների տարին է, ոնց որ ձկների համար լավ տարի է լինելու։ Դրա համար պետք է տրենդին հետևենք։ Շոքեցի, կարմրեցի, ես էլի կարմիր, մի քիչ ուրիշ մատերիալի վադալասկա է, այս մեկը իմ ռազմերն է արդեն։ Մի քիչ ոնց որ չգիտեմ, այն մեկ մատերիալը ավելի լավն է։ Եթե նրա իմ ռազմերը լինի, այն կվերցնեմ, կամ մի ռազմեր մեծ ավելի շուտ։ Այս էլ վերնաշապիկ է, սենց կտրվածքով, փափուկ շատ լավ կտոր է, բայց չգիտեմ, մտածում ես, բայց ինչի հետ պետք է հագնեմ։ Մի քանի բան վերցրի, երկու բան իմ համար, երկու բան Աշոտի համար, ուրեմն մի 4 բան առա վերևից, այնտեղ այնպես է, որ աշխատողներ շատ չունեն, մի հոգի ներքևն էր զբաղված, երև մի երկու հոգի էլ վերևն էին, վերևում վճարեցի, հետո ինչ-որ փորձել էի, այնտեղ հյուպկա էի փորձել, մեծ եղավ, ասեցի ներքևից կիշնեմ վերցնեմ, այդ աղջկան վաճառողուն կասայի հարցրի, կարամ ներքևը վճարեմ, ասեց հա, ինք դուրի, որ պետք է այդ կասաներից պետք է օգտվես, ասի հա կանեմ, ասեց եթե հանկարծ շոր խնդիր լինի, մեր կոլեգան այնտեղ է, իրանք ասեք կօգնի, ասի եղավ, գնացի, գտա իմ ուզած ռազմերը, տեսեմ այդ կասաները գրվածա փակ են, այդ աշխատողը ես զգացի, որ ռուս է, կամ ուկրաինացի է, կամ ռուս, չգիտեմ, մոտեցայինք նորին ուզում էի փորձեի, չէր լինում, ասում էր սպասեք կբացվի կասան ու չէր բացվում, այդ աշխատողին, վայ, ես կարող է սղամ ընգնեմ,
Սպասեք գնամել ենք հարերի վրա ժողովուրդ ջան։ Այդ աշխատողին գոռացի ասում եմ կներեք մի հատ կօգնեք բանը կասան բացեք այստեղ ուզում եմ վճարեմ ասում է ինքը իր գործը շարունակելով ասենց ասած վերևից ինձ ասում է գնացեք վերևը վճարեք այստեղ փակ են կասաները ասում եմ քո գոլեգանից վերևից ասեց որ դու ինձ այստեղ կօգնես որ ես այստեղ վճարեմ օգնելն էլ որն է պետքա կասան բացի որ ես անեմ ասում է չէ ասում է վերևը գնացեք վճարեք ասեցի շատ սիրալիր ես հոլանդերենով ասեցի գնացի վերև այնտեղ դիտավորյալ կասաբանի կասայի մոտ սպասեցի որտեղ վերևն էլ կա ինքնասպասարկող կասաներ ասեցի պետքա աշխատողին ասեմ վերջը այս աշխատողին հարցնում եմ ասում եթե այնտեղ փակ է ձեր աշխատողը ասում եմ չկարա բացի որ ես այնտեղ վճարեմ ասում է հա կարա պետքա իրան ասեիք ասում ասեցի բայց չարեց ասում ինձ նորից վերև ուղարկեց ես էլ ասում եմ արդեն խանութի մեջ լավ չեմ զգում ինձ շոկում եմ բան ասում արագ ուզում եմ խանութից դուրս գամ բայց ձեր աշխատողը ինձ չօգնեց ինձ նորից վերև ուղարկեց ասում ժամանակ հիմա չունեմ կուզենայի ձեր մենեջերին տեսնել ինքը ասում է ես կփոխանցեմ մենեջերին ասեցի հայտ հետ սիրուն չի ասի ես ինքս չէ ուզում եմ պաշտպանի գոլեգային ասում եմ դե ասում եմ որ շատ գործ է լինում այնտեղ ասի շատ գործ չկար ասեցի ու շատ հանգիստ էր մարդ էլ չկար ասում եմ ես ինքս խանութի աշխատող եմ եթե հաճախորդը բան է հարցնում ամեն ինչ թողնում եմ ու հաճախորդին եմ օգնում հաճախորդը միշտ առաջին տեղում է ասեցի այնպես որ շատ դժգոհ եմ ձեր գոլեգայի վերաբերմունքից ներողություն եմ խնդրում ասում եմ ինչ որ եղել է ես ասում եմ մենեջերին կփոխանցեմ այդպես դուրս չեկավ հետո դե ես հասկացա որ ռուսա այդ ներքև աշխատող երբ իրան թվում է ես գիտեմ որ ես չգիտեմ թե որտեղ է աշխատում ու իր վերաբերմունքը էլի հայն եմ էի մտել ժողովուրդ ջան բանը արդեն դուրս գալուց վերջի բային այսպես սևերուն նայեցի դեմքին զգաց հայացքս գլուխը թեքեց արդեն ռուսերենով ասեցի շնորհակալություն ասեցի դու շատ սիրալիր ես երբ մի պաչ հիշեց հետո հիշեց ու թողեցի դուրս եկա ասի քեզ լավ օր ու թողեցի դուրս եկա խանութների շրջագայությունը վերջացրի տուն եկա ժողովուրդ ջան հոգնեցի խանութներից երևի նրանից է որ փորձեցի մի քանի շուր դրա համար չեմ սիրում շուր փորձել հանդերձանալու սիրում եմ որ բերում եմ տուն հանգիստ փորձում եմ հիմա ուզում եմ ցույց տամ ինչ եմ արել իմ համար ինչ նվերներ եմ ստացել մեկ էլ բացինկաները որ ասել էի Աշոտի համար դրանք եմ ուզում ձեզ ցույց տամ որովհետև առել եմ Tom Taylor ֆիրմաներ այս ֆիրման երևի պետք չի ասել թե չէ կհնչի որպես գովաստ լավ հաշվեք չասեցի որովհետև ես չեմ անում որևէ գովաստ այս բացինկաներն էին շատ սիրուն էին շատ հավանեցի ես ինքն էլ դե շատ էր հավանել այս կողմից էլ ցեպով է համ շնորհքներով համ էլ քողերով համ էլ ցեպով ինչի որ հեշտացնում այլ կարելի է մենակ ցեպով բացել փակել մեջն էլ ահագի տաք է շատ որակով գինը գիտեմ որ հետաքրքիր կլինի մի րոպե ասեմ ինչքան էր գինը 30% զեղչով եմ բայց առել կարծեմ 70 եվրո էր գինը 30% զեղչով եմ առել այդպես նվերներս ցույց տամ մի հատ սիրուն մոմ եմ նվեր ստացել հիմա հոտել այդպես արդեն չեմ զգում չգիտեմ ես հոտը չեմ զգում թե հոտ չունի հետո էլի հոտ կքաշեմ ու ես այն սիրուն ամանով շատ հարազատ մարդուց եմ ստացել ես մոմը ու ոչ միայն մոմը ուրիշ նվերների թվում նաև այս մոմը ու նայեք ինչ մի հատ գեղեցկություն շատ հավանեցի շատ ամանը մոմը չի տեղավորվում մեջը չէ նայեք ինչքան սիրուն է ես որ իմանայի սենց սիրուն աման նվեր կստանայի մի հատ այս տիպի մի հատ առել էի ձեզ էլ ցույց եմ տվել մի քիչ ավելի բարձր փայտից ես իրոք շատ հավանեցի շատ սիրուն է ու այսպես կափարիչով ոչ մանր բաներ անգամ կարելի է իմ հայելու առաջ դնել ու մատաններ բաներ այդ տեսակ բաներ լցնեմ մեջը շատ սիրուն է սրանք Սիրուն ձեռնոցներ եմ նվեր ստացել,
Շատ սիրուն, նուրբ, շատ եմ սիրում ես գույնը, ես վերջի տարները սիրահարվել եմ ես գույնին, ես գույնը, ես ձեռնոցները, ուրեմն ներողություն, այսպիսի մի բան եմ նվեր ստացել, որ ինձ շատ անհրաժեշտ է, կգուշակեք ինչա, ես էլ լիցքավորման բաննա, կաբելնա հետ է, ուրեմն, որ գիրք եմ կարդում քնելուց առաջ, հարմար չի լինում ոչ մի ձևով լույսերը, որ ես օգտագործում եմ այնտեղ, ես նրա համար է, որ այսպես կպցնեմ գրքին, ու լույսը հենց անմիջապես վերևից գրքի վրա իջացնեմ, ոնց որ ուզեմ, թեկուզ կողքից, չգիտեմ ինչքանով է պրակտիկ, բայց լավ բան է, կփորձեմ նաև ոնց է, արդարացնում է իրան, թե չէ, ինչ ասես ստեղծում են, տեսնում եք ժողովուրդ ջան, ես էլ գրքի համար հատուկ լամպ, դե որ խոհանոցում եմ նկարում, փակում եմ խոհանոցի դուռը, խանգարում եմ, Աշոտը սուրճ էր ուզում եկավ, հենց ստիպված ընդհատեցի, թեյնիկը որ մի ասում է աղմուկ անում, դրա համար, թե չէ էլի կշարունակեմ նկարելը, ընդհատում եմ, հետո նորից մտքից թելը կտրվում է, հետո նորից պետքա սկսեմ, ինչևէ, հաջորդ նվերը Yves Rocher-ից, այսպիսի սիրուն տուփով, սուրբ ծնունդի արդիվ, այսինքն հոտերն էլ այդ արդիվ, այդ մոտիվներով հավաքածու է, փոքրիկ սկրաբը, լողանալու գելը, փրփուրը շալվագել ու body lotion։ Շատ հաճելի հոտ ունեն, ոնց որ ես այդպես չեմ զգում հոտերը, բայց հա, չէ, ես հոտը չեմ զգում, բայց երեք որ բացեցի հոտը զգում էի։ Սրանք մի հատ ամառային է, բայց շատ սիրուն, լուսկայա, սիրուն կանաչ։ Ինքան նուրբ լավ մատերիալ է, շատ լավն է։ Վերամոդանը։ Այս սիրուն բլուսկան եմ նվեր ստացել, ես գույն չունեի դրա համար, ուրախացա, որ ես գույնն էլ ունեմ, ու շատ, կտրվածքը շատ սիրուն է։ Իդեպ հենց այս կտրվածքով ես ինձ բան առա, վերնաշապիկ, ես ատլասատիպ է, բայց ինքան փափուկ լավ կտոր է, զեղչվել էր, հայնեմից եմ առել, ես վերևը փորձեցի տեսակ խանութում, վերցրի, որտեղ մտածեցի ջինսի հետ, թեկուզ յուբկայի հետ, սիրուն կհագնեմ, կտրվածքը էլի նույն տիպի անեք, այնտեղ որ փորձել եմ, էլ այստեղ չեմ ուզում նորից տանը հագնեմ, համել ուշ արդեն իրիկունա, ես էլ հոգնել եմ, այնտեղ փորձել եմ, այսօր էլ հիմա այլ հաստատ տանը չեմ փորձի։ Այս սիրուն շարֆը նվեր ստացա, ես շարֆեր սիրում եմ, շատ փափուկ, շատ տարբեր է մեր խանութի շարֆերն ու սրանք որ բաները, էլի հայտնի բրենդները, բաները, շատ լավն է, շատ նուրբ սիրուն շարֆ է։ Այս են սիրուն սրբիչ, եք ինչքան սիրուն է կողքերը, այսինքն մի կողքն է, երկու կողքը չի, սպիտակ սրբիչ, այսպես սիրուն ասեղնագործած։ Խանութից էլի իմ համար վերցրել եմ կիսած շրջազգեստներ, շատ լավ կտոր, շատ այսպես հաստոտ, այնքան սիրուն են, ծնկից մի քիչ վերև, մի հատը հաստատ հագովս իմ ռազմերն է, բայց այն մյուսը չգիտեմ ճիշտն ասած, որովհետև ինչ որ կախած էր մեծ էր, այն միջին ռազմերը չկար, ես այդ մյուսը վերցրել եմ, մտածեցի, եթե հանկարծ գենտի խանութում լինի, կփոխեմ, եթե չէ հետ կտամ, այս մեկը ինքան լավն է, մի քիչ որ սեն ձգվող է հաստայելի, սև գույնի, այսպես գրպաններով, եթե փոքր լինի, իմ ռազմերից մի հատ փոքր է, եթե փոքր լինի, կամ հետ կտամ, կամ էլ եթե գենտում լինի էլը, կփոխեմ, էլը կվերցնեմ, էքստրա լարջը արդեն շատ մեծ էր, շատ լավն են, շատ, երկուսն էլ զեղչվել էին, պատկերացրեք, իջել էին 10 եվրո, շատ սիրուն են, հետո ներկերը վերցրի, դրանք էլ ցույց տամ, այս անգամ Garnier վերցրի, սրանք էլ էին զեղչ, երկու հատ վերցնում էի, երկրորդը
50% զեղչով էր։ Ես ճիշտ այսօր ներկել եմ մազերս, բայց արդեն զապասում չունեի։ Դրա համար երկու հատ վերցրել եմ գրածա 100% սպիտակները ծածկումը ու ատամի մածուկները վերցրել։ Այս էր իմ առևտուրը, իմ սիրելի բարեկամներ։ Հիմա սրանք տեսնեմ ինչ եմ անում, ծալեմ, տեղավորեմ, մի քիչ հանգստանամ։ Ժամը 7-ն է մեր մոտ, ես շատ հոգնել եմ։ Հիմա ձեզ հրաժեշտ տամ, իմ սիրելի բարեկամներ, բաժանորդագրվեք, մեկնաբանություն գրեք, հավանեք տեսանյութը։ Տեսնում եմ վերջին օրերին ահագին մարդ է եկել իմ ալիք, շատ ուրախ եմ, բարով եք եկել իմ ալիք։ Բոլորս էլ շատ ուրախ ենք ձեր գալու արդիվ։ Այդպես իմ սիրելի բարեկամներ, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ վլոգում, հաջողություն։